քվանտային թռիչք դեպի տուն։ Ողջունելով Տրդատ Դոնեկյանին, խնդրենք լսարանին բացատրի, թե այդ ուր են թռնում, ինչպես են թռնում, խնդրեմ։ Մենք որ ապրում ենք, մեր բոլոր կյանքը, որ անցնում է, հիմնական մասը անցնում է դե ոչ բնական վիճակում, մենք մեր բնույթից դուրս ենք ապրում, ոնց որ կեղծ ենք արվում, ինչ որ դերեր ենք խաղում, արտաքին, ձև ենք անում, այսինքն մենք մեր ներքին բնույթից, իսկական վիճակից հեռացել ենք, ամբողջ կյանքը, բոլոր մարդիկ տենց են ապրում են իրանց արտաքին կաղապարով, էդի ոնց որ հոգևոր ջդաշտում, ասում են էգոյով են ապրում, իրանց ելույթից դուրս են։ Դեպի տուն ասելով քվանտային թռիչք, եթե հասկանում որ գնալ դեպի իրական էությունը ամենաբնական վիճակը, որ մենք ունենք, այսինքն մեր ամենաբնական վիճակը, որ կա, որ աստվածային այդ վիճակն է տվել, բնական վիճակի այդ մեր վիճակի մասին չեմ խոսում, մեր ներքին գիտակցության մասին եմ խոսում, էլի, բնական, որ մենք ունենք, այդ բնական վիճակը ոնց որ Աստված մեզ ստեղծել է, որ մենք հետո ձեռք ենք բերել երկրորդական բաներ խփում ենք, այդ դրա մասին չէ, այլ ինչ մենք ոնց որ աստվածայինը ունենք։ Աստծո ստեղծած տեսակը, որն է, էլի, այս խեղաթյուրված տեսակի մասին, որ մեր ամենաբնական վիճակն է, որ ինքը շատերի համար դա ասում են պայծառացած վիճակ, լուսավորված վիճակ, Քրիստոս էությունը գտած մեր վիճակ, աստվածային վիճակ, մա տարբեր լիքը անվանումներ կարելի ասել դրաման, մեր Բուդդա բնույթը կամ էլ աստվածային բնույթը Արամազդի հասած վիճակը, կարելի է տարբեր բոլոր կրոններում կա այդ վիճակը, ասենք, որ ասեն նայեք, բոլոր, ասենց ասեն, հոգևոր ուսմունքներում մեծ մասում կա։ Կրոնները դե շեղվել են շատ, հոգևոր ուսմունք չեն, իրանք շեղվել են, իրանք ստեղծել են իրանց գաղափարախոսությունը այդ հասարակությանը իշխելու համար։ Բարի, ասենք բոլորը ունեն, որ ցտում են մարդուն վերադարձնել իր ամենաբնական վիճակը, այն աստվածային վիճակով, որ տրվել է, էլի։ Այդ օրինակ քրիստոնեության մեջ տենց շատ դեպքում նկարում են երեխայի տեսքով, երեխա, անմեղ, զուլալ, բայց նաև իմաստուն, էլի, հասկանանք երեխա էդի պարզամի ինչքան երեխա է, ինքը պարզամիտ չի, այլ արդեն հասունացած է, ուղղակի երեխան են, որ աշխարհը բնական ընդունա ոնց կա, ոչ թե ինքը ուզում է փոփոխել աշխարհը։ Հիմա այսօր ավելի շատ թեման ուզում եմ շեշտել, քանի որ հիմա նաև վիճակը, որ մեր կողքի երկրում պատերազմ է, ու նաև այդ պատերազմում մենք տեսնում ենք, որ երկրի տարբեր մակարդակի ինչքան ղեկավարներ կա ոչնչացնում են, բայց երկիրը չի քանդվում, ու նաև այդ երկրի չքանդվելու ցանցը չի հանձնվում, ու նաև ստեղ այնա, որ ցանկացած ղեկավար, որ գալիս է ինքը իրան շախիտ է համարում, որովհետև ինքը ոնց որ գլադիատորները որ իրանց կրոնում ես այս վերջերս էլ դիտում եմ ասում են որ այդ սուննի են չէ իրենք չէ այն մուսեն սուննիներ են ինչեր սուննի մեկը շունի հա եւ ասեց որ իրենք իսկապես իրենց այդ ուսմունքը կրոն իրենց պարտադրում է այս համոզում է որ դու պետք է գնաս զոհաբերության որի փաստը մեկ տեսնում ենք էլի հա նաև այնա որ երկրի կառուցվածքը նայում ենք այն կառուցվածքը են ստեղծել որ անձերից կախված չի երկրի կառուցվածքը որտեղ անձերը ոչնչացան որտեղ հիմնականը անձերից է կախված ինչ որ մի քանի անձը որ ոչնչացան փլվում է այստեղ հիմա գլխավոր չգիտեմ արդեն 100-րդ ղեկավարությունը ոչնչացնում են բայց ինքը չի փլվում ու նաև մյուսն է որ ուրիշները անձնազոհ իրանք վերցնում են այդ ղեկավարությունը իրանց վրա։ Իմանալով որ հաջորդ թիրախ իրենք են։ Հաջորդ թիրախին իրենք են, որ հաստատ իրենք են, որտեղ հենց որ վերցնում է գլխավոր կետերը, մենակ ամենագլխավորը չէ, բոլոր հոճուերը իրանք են ու նույնիսկ այն հակառակորդն էլ հայտարարում է, որ բոլորը թիրախի տակ են։ Այտենց մի պաշտոն չկա, որ թիրախի տակ չլինի, մենք բոլորին պիտի սպանենք։ Ոնտեղ մարդասպանության իրանք ոչրագործի քայլ են անում, բայց այստեղ այն եմ ուզում ասեմ, որ նայեք այն գաղափարախոսությամբ ու այն վիճակով են իրանք եկել ազգային մակարդակով ինչ-որ մասը, ամբողջ ազգը չի, բայց որ իրանք կարան հանուն ազգային գաղափարի ինքնազոհություն անեն, ու ընտրելով ինքնազոհություն, որ գիտեն, որ ինքը մահանալու են, օրինակի համար այդ որ հրթիռները բաց են թողում, ասենք թե բազաների ամերիկյան կամ Իսրայելի վրա,
իրանք հենց բաց են թողում, միանգամից ռմբակոծում է այդտեղ, էլի, չի անցնում, կարծեմ մի րոպեի ընթացքում արդեն ռմբակոծում են, շատ արագ, իրանք որ գնում են մահապարտներ են, էլի, բայց իրանք գնում են, էլի, նայեք, այդ ինքնազոհությունը տենց չի զոռով մարդուն գնա, էդի տարիներով գաղափարը, ու այդ գաղափարը պետք է չի թռիչ դեպի տուն, իրանք հասել են այն ներքին խիզախության, արիության, համարձակության աստիճանին, որ հանուն վեհ նպատակի իրանց անձը կարևորությունը չեն թողում, այսինքն անձնականը արդեն մնացել է երկրորդական պլանին, այդ ժամանակ իր բնական վիճակում անձնական շահերը չեն աշխատում, որ ասում են դեպի տուն մարդիկ մի քիչ չեն հասկանում, գնան ամենակոմֆորտ վիճակ, մի քիչ այդ քվանտային թռիչ մի քիչ դեպի տուն, շատ տենց գաղափարներ գիտեն ասենց թուլացած, հանգիստ, կոմֆորտ, վիճակ չէ, դա ամենախիզախ, ամենաարի, ամենաքաջ, ամենահամարձակ ու հերոս վիճակն է դեպի տուն, այդ աստվածային վիճակը ամենահերոս վիճակն է, որովհետև այդ արտաքին վախերը չկան, արտաքին ոնց որ այդ իր էգոյի կորցնելու գաղափարները չկան, ինքը ամենաուժեղ դրսևորում է քաջությունը, խիզախությունը, համարձակությունը, դրա համար ինքը ամենահերոսն է համարվում, ու նույնիսկ ունենք տիբեթական բժշկության մեջ sense մի հատ դեղ կա, որտեղ մի քիչ ես զբաղվել եմ, այդտեղ մեկ էլ ասում են այդ դեղը կոչվում է մի քանի ինտելիգենտներ ունի, մեկն կոչվում է հերոս, որը ճակատամարտում զոհվել է ու հերոսությամբ է զոհվել, ինքնազոհ, այսինքն հերոսը այն է, որ ինքնազոհություն անում, էլ այդ պետք է հասկանանք, ոչ թե բոլոր զոհվածները ինքնազոհություններ չեն, ինքնազոհ վիճակը, այսինքն իր էներգիայի վիճակը շատ ուժ ինքը եկել է իր բնական վիճակին ու հետ հերոսության ոնց որ այդ ցասումի վրդովության էներգիան մեջ ակտիվացել է, ու այդ ժամանակ եթե ինքը զոհում է, այդ իր մարմնի մասերը նույնիսկ օգտագործում են որպես դեղ, ինչ դեղ են օգտագործում, որ գտնում են յուրահատուկ որակ ունի, հա, որը օրինակ հոգեկան հիվանդներին, այն հուսահատված դեպրեսիա մակնողներին, ինչ որ չափով դրա մեջ են խառնում իր ինչ որ մասեր սրտի, սիրտը մարդուկ տեն, որ իր մեջ անենց էներգիա առաջում, անենց հորմոններ են արտադրում, որ նույնիսկ այն ամենահուսահատ մարդն էլ, որ դա կարում ընդունել, իր մոտ էլ է զարթնում ինչ-որ էներգիա, ինքը հուսահատություն կամ դեպրեսիան կամ էլ այդ անկում, որ մասովի հիմա մեր ազգը ունի, ասենք այդ դեղից շատերին է մեծ մասը, որ դուրս գան այդ վիճակից, էլի ոնց որ ասած, այդ վիճակից, այսինքն հերոսի էներգիա պես, հերոսի քիմիան է պետք, որ մեր մոտ կանիբալիզմի չանցնենք, բայց չէ, դա զոհվածի մասին է, բայց այդ իր զոհվածի ոչ թե ուտում են միսը, այլ այդ գեղձի էներգիան են օգտագործում, մեկ հասկանանք, ինչ որ չնչի մաս, նույնիսկ դա մեծ դեր է խաղում, ինչ որ բույսերի ինգրեդիենտների հետ, դա ուտելու մասին չի սիրտում։ Եվ դու գտնում ես պարսիկները դա անում են, թե գաղափարապես են մարդկանց արդեն համարյա 40 տարի աշխատում են։ Մի հատ մի քիչ շեղվեմ, նայեք, ստեղ Յուրի Նիկոլայեչ Ռերիխը նկարագրություն ունի դեպի Տիբետ իրեն ճանապարհության, ու այդ նկարագրության մեջ դե պատմում է մոնղոլների նաև տիբետցիներ, իրենք նման ազգեր են մասին, ու ռուսները շատ վախենում էին, որտեղ դե իրանք շատ բռի նախ մոնղոլները այդ քոչվոր ցեղերը հավաքվեցին մի գաղափարի շուրջ, հետո սաղ աշխարհը գրավեցին։ Եթե Չինգիզ խանը չմեռներ, կգնային ու ոչ մի բան չի կանգնացրել իրանց, էլի։ Այդտեղ ասում են ինչ որ Եգիպտոսում կանգնացրել են, բայց դա հələ դեռ հարց է։ Իրոք է հարց, էլի, որտեղ այդտեղ փլվեց տարբեր իր տղաների հետ իշխանությունները այն որ ինքը կարացավ հավաքել ու այդ խիզախության, անվախության, քաջության էներգիան տալ ու նույնիսկ այդ իր անունը Չինգիզ խանի Թիմուջին է եղել, էլի, իր անունը տվել են իր պապան թշնամուն սպանել է, բայց թշնամին հերոսաբար է մահացել, այդ ասելա դու շատ քաջ ես եղել, ուրեմն այդ քաջ անունը ես իմ տղայի անունը կդնեմ, էլի, հարգել է։ Ու նաև ինչ էին պատմում լավ Յուրի Նիկոլայեչը մի քիչ դաժան բաներ է, բայց ասեմ, էլի, այդ թշնամուն որ պատմում են կենթանի իրանք փորձ էին անում ոնց են
սիրտը հանում էին, սրտի արունն էին խմում, էլի, դաժանության այհակի, բայց ով որ դիմադրում է այդ ամենա ոնց որ խիզախների սիրտը հանում էին, եթե հանձնվում էին ինչ որ կամ էլ չգիտեմ ոնց էին գերի իննում, իրանց սիրտը հանում են, ու պատմա ամեն ազգ ոնց է դե դա դիմադրում այդ որ մոնղոլները հանում էին, դե պատմա որ դե ազգեր կան գոռում էին, ազգեր կան ատամներ էին գցում, ազգեր կան լացում էին, բայց այդ ինչի են խմում այդ բանը սիրտը թշնամու նույնիսկ որ իրանց մոտ հերոսության ուժը զարթնի արիությունը զարթնի նայեք հիմա մի քիչ կարող դաժան բան եմ ասում մի քիչ չեն հասկանում բայց ինչ են արել քիմիայի մասին է որ մեր մեջ մի հատ էներգիա զարթնում որտեղ անznազողության մենք կարան գնանք որտեղ այդ վախը բնական բնազդան վախը կա չէ բոլորի մոտ կա տենց մարդ չկա բայց երբ որ մենք այդ մարդը օրինակ սրբերը Տիբեթում անվանում են բոդհիսատվաներ, որ հայերեն թարգմանենք, տանցում է հերոսներ։ Հերոսը անվանում են դա հերոսները այն նրանք են, որոնք իրանց էգոն հաղթահարել են ու իրանք հասել են մահի նկատմամբ հաղթանակ ունեն։ Այսինքն մահը իրանք չեն վախենում։ Նույնը Քրիստոսին, որ ասում է մահը հաղթեց, այդ այնա, որ ինքը արդեն մահի իր էգոյի այդ կորցնելու նկատմամբ վախ չունի։ Ինքը հանուն իր գաղափարը ամենաառաջնայինն է, որտեղ հանուն գաղափարը եթե չնի, like ազգություն, գաղափար, ինչ որ շարժում, նպատակներ, բոլոր պահում են այդ հերոսները։ Եթե հերոս չլինի, ամեն ինչ կքանդվի։ Մենակ հերոսն է պահողը։ Հիմա այդ հերոսը այն վիճակն է, որ ամենաբնական վիճակում է մենք հերոսներ։ Այն ոչ թե արտաքին կատաղություն բան հերոսության հետ կապ չունի, խոսքերը հերոսության հետ կապ չունի։ Ինքը ներքին ամենաոնց որ բնական վիճակն է, երբ որ ինքը իր էգոյի սահմաններից դուրս է եղել, ինքը գնացել է քվանտային թռիչք արել տուն ու ինքը հերոս է դառել։ Դրա համար ասենք ապագայի այդ հերոսների մասին, որ ասում են, ասենք փոքր մհերը որ պիտի գա, այդ ինչա, այդ հերոսության էներգիան է, ուրիշ տեսակից ասենք, որ քարի հետևն է, ագրավաքարի հետևն, ասենք քարացել է, չկա վախկոտությունն է սաղ տիրում, էլի, մենք հասկանանք, ու այդ հերոսության էներգիան կարա հաղթարի այս աշխարհի չարը, այդ հասկանանք։ Հիմա ինչ որ չափով, հիմա մեր հարևան երկրում, ինչ որ տեսանկյունից նայենք, էլի, ինչ որ մասեր վերցնենք, տեն չնայենք, իրանց քայլը նույնիսկ կարա, որտեվ ասենք արդեն 100,000 ռումբ են գցել Իրանի վրա ու ամեն ինչ քանդած է, ոչ տնտեսություն կա, ոչ ռազմական ինչ-որ բան կա, ոչ բան չունի։ Տնտեսությունը ինչ-որ չափով կա, նավթ են վաճառում բավական։ Հələ էդիկ գիտեի չեն քանդում, որտեղ իրանք ուզում են դա գրավեն, իրանցը լինի, ու էդ էլ հասկանանք։ Դե չէ դա քանդեին, ու էդ ուզում են իրանք իրանց սեփականը անեն, դրա համար չեն քանդում։ Դե չէ մյուս այն ինչ չեն ուզում քանդում են ամեն ինչ։ Բայց նայեք այդ պայքարի ոգին չի ճնշվում Եկը ուրիշ քանել դիմացին ուժեղա, տենց չի, որ իրանց շատ են ջարդու փշուրանում, էլի, տենց անհավասար են ֆիզիկապես ուժերի, բայց դուխը չի վանում, իրանք կարան, որ տենց համբերեն, մի քիչ դժվար է այդ չգիտեմ ինչքան, կարան ջարդեն դիմացինը թեկուզ ուժեղ լինելով իրա նու աշխարհում լիքը տեն ճակատամարտ եղել են, որ քիչ զորքերով շատերին հաղթել են, շատ եղել, բացի սպարտանցիների այդ բանից։ Հայոց պատմության մեջ շատ կա։ Արշակ երկրորդ, նա չէ, էլի կան լիքը պատմությունների մեջ այդ կա, որ հաղթել են խիզախության էներգիայով։ Այդ խիզախության էներգիան դիմացինը կարող չի իրանք քանակը շատ են լնում, թե չէ։ Չինգիզ խանը, որ շարժումն է առաջը գնացել կամակի դնացին, իր զորքերը ավելի քիչ են եղել, քան դիմացինը։ Արագես Ալեքսանդրը ուսումնասիրել են, այնտեղ, այսպես ասեմ, աստվածային ինչ-որ բան կար, ինչ-որ ուժեր, ոչ մարդկային, ինչ-որ իր հետ էին, այլապես թվով հնարավոր չէր անել, այն ինչ-որ, այս ոչ մեկ չի կարում կրկնի, էլի։ Դե Չինգիզ խանն է տենց արել, շատ քիչ զորքերով։ Դա յուրահատուկ ինչ, ես ինչքան ուսումնասիրել եմ, նույն Հուլիոս Կեսար, Բոնապարտ, բոլորի կողքը կա այդ ինչ-որ աներևույթ, ինչ-որ մի բան, հզոր էներգիա ասեմ, ինչ ասեմ, խտացված այդ մարդկանց մեջ, էլի։ Դե երբ որ այդ հերոսության էներգիան քո մեջ զարթնում է, արիության, քաջության,
արդեն աստվածային ոնց որ ասած հրեշտակները ուժերը գալիս են աստվածային իրանք են ասում տեսնեք այդ իրանց ձգում այդ մենակ այդ է ձգում իսկ այդ հերոսության էներգիան արհեստական ձևով ոչ մեկ չի կարա զարթնացնել դա ուզում ասեմ դա ներքին իր էգոյի հաղթանակետի սրտի արիությունն է խիզախությունն է բայց չեն կարող երեխային դաստիարակել ասենք հատուկ տաճարներում դե սպարտանցիների այդ պատմությունը փորձում էին այտենց դաստիարակել որ ինքը խիզախ հերոս լինի նաև այդ հերոսը մեծ ազնվաբարո պետք է լինի այսինքն օրինակ սամուրայների պատմությունը որ կա իրանք հենց այտենց դաստիարակում էին բոլորը չէին կարա լինել այսինքն ամեն մի թուր բռնող սամուրայ չի այդ դասկան ինքը պետք է սամուրայը հատուկ ազնվաբարո լիքը օրենքներ կան կետեր մենք միան քննարկել ենք իրաց հետ մի քան անգամ այտենց բազմաթիվ եւ Facebook-յան էջերում հաճախ տպում եմ այդ սամուրայների բարոյական օրենքները կանոնները եւ արույության աշյան այսինքն նայեք այտենց նույնիսկ ընգածին չի կարելի խփել հետևից չի կարելի խփել թուրը ձեռքին չի կարելի խփել իսկ ամենավոխեմ թշնամին այսինքն նայեք ինքը գերինգածին չի կարելի բանալել ազնվաբարո քայլեր են թեկուզ ամենամեծ ողերում թշնամին է բայց ինքը պետք է այդ օրենքը պահի իսկ եթե ինքը վեհ է ուրեմն եթե ինքը ճղճի մնի այդ հետևից կարան խփեն կամ հիմա որ գալիս են օթից ռմբակոծում թողնում են հերոսները չկա հիմա նայեք այդ մի քանի հերոս որ զարթնում է ազգը կարա զարթնի իրանց էներգիան, այդ սրտի էներգիան, որ ովքեր քվանտային թռիչք են արել դեպի տուն, ոչ թե խաղաղ մենակ վիճակն է, այդ հերոսության վիճակն է, անվախության, ինքը կարա ազգը զարթնացնի, ազգին տանի։ Օրինակ Անդրանիկ զորավարի մասին չէ, իր մոտ հենց հերոսության էներգիան զրկում է, իրան խումբ բանին կամ նժդեհի մոտ չէ համախմբվում էին ուժերի համեմատությունը շատ մեծ տարբեր էր, չէ։ Մենք էլ գիտենք, որ պատմության դիմացինը նժդեհի դեմ շատ մեծ զորքեր էին կանգնած դավաճանություններ եւ այլ լիքը բաներ որ չլինեին, այտենց չլինի իր պատմությունն էլ, այս մեր վիճակն եւ այլ հերոսին դե հետևից են խփում էլի, այտենց չի որ շատ դեպքերում թշնամին չի կարող բանանել, մենակ կարան հետևից խփեն էլի, դա դեռ որ թշնամիները գիտեն էլի այդ երևույթը։ Հիմա այդ վիճակը ի՞նչն է, դա հոգևոր վիճակ է, ուսում եմ դա հստակ ասեմ։ Դա մեր քվանտային ֆիզիկայի մունչի թռիչքասեն սուպերպոզիցիայի վիճակն է, հերոսության վիճակը, որ ինքը բոլոր դիրքերը իր համար արդեն sense կոպիտ ասած թքած ունի իր կյանքի վրա, թքած ունի իր նպատակը ամենավեհն է կանգնած, ունենց էներգիա ունի, որ թշնամի փամփուշտը չի կպնում, օրինակ էլ բերեմ հայրենական պատերազմում տեն Գրիգորիև կա, sense պատմություն կա, իրական պատմությունն է, 3 շենքեր են sense գերմանացիները գրավել են ու կապը կտրվում է, հա պետք է թելը կապը գնան բերեն, ով գնում է դե միանգամից սնայպերները խփում են, էլ չեն կարող, այս մարդը ինչ որ հոգևոր պարապմունքներ է ունեցել, գնացել է ու հետ է եկել, հետո ուշքի գնացել է, հետո իրա որ այս թիկնոցը բան հանել են իրան, սաղ ծակերով ա եղել, բայց իր մարմինը ոչ մի հատ վնասված չի եղել։ Դե ինքը 3 օր կոմի մեջ ա եղել, ինքան էներգիա կորցրել այդ բան, գնացել արել այդ դա։ Like այդ հերոսության էներգիան նույնիսկ փամփուշտը չի կպնում։ Դու Անդրանիկ Զորավարի մասին էլ տենց պատմություն կա, չգիտեմ, իմ պապը տենց ինչ որ պատմություն ունի, ասում է դե տեսր, ես միշտ այդ հեքիաթ էի ընդունում, ասում է կռվից հետո հանում էր իր բաճկոն թափել տալիս պատրոնները տեսնամը տապում էին։ Ես մտածում եմ դա հեքիաթ է, բայց դա իրականություն է, երբ որ ես սկսեցի հոգևոր զարգացումով ապրել ու տեսա այդ իրոք որ տենց լիքը աշխարհում հնարավոր է դա, ասենք բան կա, տենց տեխնիկա կա, որ կրակում են չի կպնում զրահը, ոչ թե չունի զրահ, իր էներգիան է պահում։ Ես չգիտեմ Բոնապարտի դեպքը դրա քո ասացի մեջ տեղավորում է թե չէ, բայց ինքն էլ այդ մեծ այդ ճակատամարտերի ժամանակ այդպես հերթում չէր լինում եւ իրենց զգուշացնում էին իր ասեն գեներալները, իմպերատոր հերո գնակը, ասում են չի կպնի, ասում էր հանգիստ եղեք, ասում էր այն փամփուշտը որից պիտի կպնի Են պիտի գրած դիներ, եթե գրած չի կպնի, հանգիստ է։ Ինքն էլ հզոր էներգիա ուներ, երևի թե ինչ-որ մի ձև պաշտպանվում են, ինչ-ինչ չի։ Քաջից փամփուշտը վախենում է, չէ՞, տենց բան կա, հերոսից վախենում է փամփուշտը, թույլերի իրան կպնում։
Հիմա այս որսեց դրա մասին խոսում ինչի որ մարդիկ ասեն ինչի ենք հիմա այս թեմայի խոսում։ Չէ, խորանալը ասեմ, որ պարսիկներից խոսացի, դա է վարակիչ է իրենց պահվածքը։ Իրանք որ այդպեսին է, ես նայում եմ շատ մարդիկ, շատ ժողովուրդներ սկսում են նախանձել, չի բացառվում, որ այդ ալիքը գնա այնտեղ, իրենց մոտել ինչ որ գլուխ բարձրացնեն, էլի, որ էս ինչ է։ Ազգային բաներ։ Ասած ինչ որ մեկի արչև խեղճացել են, կարող ինչ որ տեղել, որտեղ սերբ ցանվի, էլի։ Ես դա մի քիչ եմ տեսնենք որ սա բոլորը շակալի պես գնացել են այդ ուժերը, հետևը մի քիչ հիմա հետ ենք քաշում։ Գովասանքով են խոսում, եթե գովասանքով խոսում ես, դու քեզ հարց ես տալիս, չէ՞։ Բայց եսով եմ, ես ինչի նման չեմ։ Եվ կարող ասենք, որ փոփոխությունների գնա, հենց որ պարսիկները մեծ գործ են անում, անկախ հետևանքից, ինչ որ ցանքս են անում, ինչ որ նոր քո ասած հերոսության։ Հա, ինքնազոհության այդ քայլը իրոք կարող են դիմադրել անհավասար ուժերին, իրոք անհավասար ուժեր էլ, ինչքան են բանենք, անհավասար զոհերին, բայց իրանք, դե քանի որ Պարսկաստան նայեք, ինչքան մենք հիմա ասում ենք ինքը ամենահին պետություններից է, որ պահպանվել է, դե Հնդկաստան, Չինաստան եթե հանենք, դե Հայաստան արդեն բան չի մնացել, այն կայսրություններից է, որ մինչև հիմա պահպանվել է, ինչքան իրա միջով թե արաբներ են անցել, թե մոնղոլներ են անցել, թե թաթարներ են անցել եւ տենց չի որ չեն անցել էլի, տենց ջարդու թե սելջուկներն են տեղ ավերել, բայց իրանք պահել են իրանց առանցքը ու թե կրոնա Եվ այսօրը ցույց է տալիս, որ ի տարբերություն մեզ այն 5000-ը բանի ժառանգորդն են։ Բերում էր իրանց այդ ուժը էլի, որ եղել է։ Դժբախտաբար մեր ենք իշխառնվել է։ Հիմա դու ասում ես ուզում ենք խորանանք։ Հա, խորանանք ինչ հարցով ասում ենք։ Հիմա մեզ այս վիճակը մենակ հերոսությունը կարա դուրս բերի։ Դուրս կարա բերի, թեկուզ ժողովուրդը գնա հերոսի հետևից, թույլի հետևից չգնա։ Հիմա լիքը մանիպուլյացիա գնում մարդկանց, որ ուզում են նմանացնեն, որ իրանց նման են ու թույլը, որ թույլին ընտրի, բայց թույլին ընտրելով մահն է ընտրում։ Կա դա շատ նույն ձևերով էլ անում։ Դա իմանալով այդ մարդկանց ընտրում են մանիպուլյացիա են անում, որ իրանք նույն ձերպես մարդիկ են եւ այլն։ Դրանից մեկն է։ Հա, ձերպես թույլ եմ, թույլ բաներով, բայց պիտի մարդը թույլին չընտրի, ամենահերոսին։ Ես հիշում եմ այս վերջերը, որ ընտրություն եղավ, մի տիկնոջ հարցրել են, այսպես փողոցում հարցում են, ասում են, չես իրեն ընտրել, դու ենթադրում ես ում մասին, ասում են, մեր նման խիղճ է։ Քո ասացի հաստատ մեզ հակառակն է պետք, հասկանում ես։ Չես նման խեղճի, որ ընտրես, դու ինչպես կարող ես աճել, դու խեղճ մնալու ես, կարող են գլխիդ բամփել։ Սա է, այ քո ասած է, պիտի ինչպես փոխեն գլխի վրա, ես դեռ չգիտեմ։ Դե այդ պիտի ժողովուրդ հասկանա, որ մենակ հերոսը կարա փոխի, ով որ ինքնազոհության կարա գնա։ Հիմար ինքնազոհության մասին չի։ Իհարկե արևելքում այդ Բոդհիսատվան հերոսը այն է, որ ճակատամարտը գնում է, հաղթում է եւ վերադառնում է։ Նույն չի որ մենակ զոհվում է, էլի հիմա շախիդը դա զոհվողն է, բայց դա իսկական հերոսը դա պիտի հաղթի, այսինքն հաղթելը ամենաառաջնային կետն է, այսինքն ինքը պիտի հաղթի։ Մեր մոտ այդ խեղումը գիտես ինչ, ես ժամանակներ առաջ մի այսպես կարճ խոսք էի գրել, առաջ դու հիշեցրիր, առաջ հերոսով էր, ասենք վիշապ կար, որ մարդկանց համար քաղաքի համար խնդիր էր ստեղծում, այդ հերոսը բոլորը հանձնված են, ինքը ձին նստում էր, զենքը կապում էր, գնում էր, հաղթում էր, ջուրը բացում էր եւ դառնում էր հերոս։ Ես այս վերջերս գրել եմ մի քանի տարի առաջ, ասում փոխվել է, եթե մի հոգի գնում է հերնից ասում է դու վիշապ ես, ասում են մեր հերոսը, հասկանում ես, չի գնում կռվի։ Հերնից ասում է մեր վիշապը կամ իշխանությունը ով որ վատ բաներ ասում, ահա մեր հերոսը։ Բայց ոչինչ չէր անում, հերոսն էր փոխվել, հասկանում ես։ Հայհոյողը դարել էր հերոս, ու տենց էլ բերեցին իրենց գլխին տիպարին։ Վիշապ բառը ասեմ, ընդհանրապես վիշապ բառը շատ դրական բառ է։ Երբ որ քրիստոնեությունը եկավ, այդ վիշապները ովքեր էին ամենաբարձրագույն քրմերը, ինչ է նշանակում վիշապ, որ կրակա, չէ, դուրս գալիս։ Այդ իմաստության հուրն է, որ տգիտությունը վառում է, այդ պիտի հստակ հասկանանք։ Ու վիշապներ ամեն ազգերում, թե ինկերի մոտից արևելքում հնդիկներ, թե տիբետցիներ, ճապոնացիներ վիշապները, դրանք իմաստուններն են։
իրանք սիմվոլիկ վիշապ են Իմ ասած ցեքիաթի մեջ իմաստուն չէր ինքը դե ես ուզում եմ ասել մեր մոտ նույնիսկ այդ վիշապը առաջ վիշապներ մեր ամենադուցազներն են եղել վիշապները, որոնք արիներ, քաջեր, խիզախներ, նաև իմաստուններ։ Այսինքն նայեք ոչ մեկ եթե իմաստուն չի, արի չի կարա լինի։ Մենք հասկանանք, որ մարդիկ մտածում են իմաստունը թույլ է լինելու, չէ։ Օրինակ հին Հունաստանում, ասենք Պլատոնը կամ Պյութագորոս, իրանք օլիմպիադայի մրցումներին էին ու ծանրամարտիկի հերոսներ էին դառնում, հաղթում էին, էլի, այսինքն որոնք իրոք իմաստուններ էին, բառից բուն իմաստով, էլի, այսինքն դե ինչպես դասընթացների մեջ կա նաև մարմնամարզությունը ոչ միայն կարդալը, այլ դա մարմինի տեպտիկը մարմինն էլ այն վիճակում լինի, որ դու քայլ անես, էլի, այդ իրոք իրանք ոնց որ ոգու, մտքի, մարմնի կատարելության էին հասնում։ Իմաստուն դա է, էլի, ոչ թե միայն մի մակարդակում լինի, միտքը թույլ լինի կամ հոգով թույլ լինի։ Հիմա այդ արիության աշճանը միայն մեր ժողովրդին կարա փրկի։ Իսկ ինչա դա նշանակում։ Մենք պետք է հասկանանք, մարդիկ պետք է այդ կույրը չեն տեսնում ճշմարիտը ստից չեն կարող տարբերել։ Հոգևորը ոչ հոգևորից չեն կարող տարբերել, խաբկանքը իսկությունից չեն կարող տարբերել, իսկ միակ բանը, որ մարդիկ մի քիչ սկսեն գրագիտություն անել, ոչ թե գրել սովորեն, այլ ներքին ընկալում բացվի, ճշմարտությունն ու սուտը կարանան տարբերել, խաբկանքի մեջ չընկնեն։ Իսկ երբ որ տեն չլին, իրանք կարան իրանց ղեկավար հերոս ընտրեն, ասեմ Սպարտակին, որ ընտրեցին հերոս, չէ, ստրուկները, Սպարտակ իսկական հերոս էր, ինքը գնում էր ինքնազոհության, իր նպատակի համար չէր, իր անձնական չէ, որտեղ շատ դեպքեր եղել է, որտեղ իրան ասել են կարաս փախնես, բայց ինքը հանուն գաղափարի ու տանում էր իր հետևից մեծ ամբողջ ու ինքը մեծ պատասխանատվություն էր դրա վրա վերցնում, իր հասկանում էր, որ իր կյանքը արժեքը այդ բոլորի համար է, ինքը գոյատևում։ Երբ որ մենք հասկանանք, որ մենք երբ որ ղեկավարներ կգան այդպես մարդիկ, որ իրանց կյանքը ազգայինի, գլխավորը կլինի, այսինքն ազգային գաղափարը առաջնային կլինի, իրանց կյանքը երկրորդական, իրանք ամեն ինչ կզոհաբերեն հանուն դրա, այդ իսկ մարդիկ այդպես մարդկանց չեն գնահատում։ Ցավոք սրտի մեր հասարակությունը անկումայնը կարող է մեր այս կողքի երկիրը ինքնազոհությունը մեզ մի բան ցույց տա իր օրինակով մենք մի քիչ փոխվենք հնարավոր է բայց պետք է մարդիկ շատ դժվար փոխվող բան են կողքի օրինակը չեն վերցնում իրանց վրա պետք է լինի մինչև հիմա ասենք մենք ինչքան պատերազմ 30 տարի պատերազմի մեջ ենք եղել տարվել ենք բայց հələ դա մեզ դա շատ քիչ է տվել էլի այսինքն մենք չենք կարող դրանից դաս վերցնել նույնիսկ մեր կաշվի վրա մեր լի ինչքան մարդա զոհվել էլի որ վերցնենք բավականին չգիտեմ կարող 30,000 էս նո 35 տարում մարդա մահացել էլի կարող ավել էլի թվեր չգիտեմ որտեղ թվեր գաղտնի են պահում շատ բան դա հերոսացման հետ կապված մի երկու խոսքեր ասեմ քեզ հետ համաձայն եմ որ հերոսներ պիտի հայտ գան Ես որ մեր ժողովրդի իրավիճակը մենթալիտետը ուսումնասիրեցի, հետո շատ տխուր պատկեր ստացա, որը հիմա բոլորը տեսնում են, հետո աշխարհի փորձ ուսումնասիրեցի, թե ինչպես են կարողացել ազգային ոգին վերականգնել քո ասած ձևերով, այնտեղ մի էլիտայի մոտ կտա ինչ որ բաներ, բաղադրատարեր, մեկը դա էր հերոսների կերպար ներկայացնել, որպեսզի դու մարդկանց մոտ առաջացնես այդ հերոսացման ձգտումը եւ դա կոնսերվատիվ հեղափոխություն գրքից մեջ կա տարածեցի քաղաքական դաշտը չընկալեց ես մնացի մենակ եւ մտերիմների այդ գործ անելու համար հիմնեցի մի տոն որը կոչվում էր հայոց զենքի փառքի օր ինչպես դու նշեցիր ճակատամարտի վայրերում մարդկանց հրավիրում ենք մի քանի անգամ արել ենք եւ պատմում ենք թե հայերը ինչպես փոքրաթիվ զորքով, ասենք 300 հոգով 7000 հանոց բանակ են հաղթել։ Էլի 30 հոգով ինչ որ մեծ բանակի ահուսարսափի մեջ այնքան շատ կա մեր պատմության մեջ։ Դա անում եք դու տեսներ մարդիկ ոնց էր աշկերը փայլում, բայց հետո այս պատերազմը որ բերեցին այս հայտարարությունը հիմա մի քիչ այսպես ասած ես էլ չգիտեմ ես իրավիճակի մեջ ինչ անեմ, բայց ելքը դա է։
Եթե մենք դա չանենք, պարսիկների օրինակ մեր պատմության մեջ լիք է, դա ի ցույց չդնենք ու փորձենք, ասենք, որոշակի մի շերտի տրամադրել այդպես, լավ չի լինելու մեր վերջը։ Ոնց որ ես քեզ հետ համաձայն եմ, որ դա պիտի արվի, էլի։ Ինչ ձևերով դու որ ասում ես ժողովուրդը, ես այսպես եմ մտածում, մի ինչ որ հատվածը դու այնտեղ որ ասեցիր հերոսների քանակությունը, եթե քիչ է ժողովուրդը կործանվում է, ես դրանց խենթ եմ ասում։ Մեկ իրա գրքից մեջ կա այսպես հարթություններ են, երրորդ հարթությունից հետո խենթեր են, հետո Աստված իրենց գայթակղություններով ստուգում է, ով որ ել ավելի է բարձրանում, այ նրանք են ազգին առաջընթաց տանում։ Եթե դրանք քիչ են, ազգը այս վիճակին է լինում։ Այնպես որ այս բոլոր առումով ես հետ համաձայն եմ, դա բայց քայլերից մեկն էր հերոսների կերպարի մատուցման ժողովրդի մոտ ինչ-որ բան փոխել։ Հիմա պարսիկները մեզանից անկախ մեր վրա ազդում են։ Այդ իրենց հերոսականությունը մենք իմանանք շատերը հաստատ համոզված եմ, նաև կզգան, որ մենք էլ իրեն ժամանակակից ենք եղել, մենք էլ հերոսներ ենք ունեցել, իսկ իրար հետ են բախվել եւ իրանց են հաղթել եւ իրանք են մեզ հաղթել եւ հույս ունեմ, որ այստեղ ինչ-որ բաներ կառաջանա, մեր գործը պիտի լինի հրահրել, նպաստել, որ այդ իսկական այդ ազգի այդ դեպի տուն ընթացքը լինի իրական հայ դուրս գա այս ժանգի մեջից իր վրա ես ասում եմ ժանգի վրա այդ 1000 տարի մեջ ժանգի շերտ է նստել ես ասում եմ տիեզերական մի նյութ է պետք որ քայքայ եւ ինքը դուրս կգա հիմա այդ տիեզերական նյութի մեկն է հերոսացումն է էլի սա շատ կարևոր բան է հատկապես հիմա էլի դրդը նաև օրինակի համար սենց արևելքում սենց մի հատ գաղափար կա ամեն ազգ իր վիճակը երևում է նրանից թե ովքեր են այդ ազգի հերոսները այսինքն հերոսներ ասելով ոչ թե ինչ-որ պատմական հերոսներ այլ որ հիմա այդ ժամանակում ընդունակում որպես հերոս ում հետևից են գնում այսինքն մի 10 տարի առաջ բոլոր գողականների հետևից էին գնում ցավոք սրտի բայց հասկանանք որ հիմա էլ ում հետևից են գնում պետք է հասկանալ այդ արժանի հերոսը դակ չկա էլի դա ներշնչանքա որ չկա որ չփնտրեն մարդիկ մենք չենք մատուցում այդ հերոսը դա ի նկատի ունեմ անցյալից բերես դակ էտել է գաղափարություն որ օրինակ ընտրության ասում են ոչ մեկ չկա ում ընտրենք Էտեր խապկանք էլի մանիպուլյացիա դե չկա հերոսում Ես ուզում ասեմ չենք մատուցում իրենց հետ բայց կան հերոս հաստատ կա ազգը տալիս է մեր ազգի արգանդը տալիս է հերոս բայց այդ մենք չենք գնահատում էդի չենք հասկանում ինքը մնում է ստվերում պարտադի չի ինքը սենց միլիարդատեր լինի կամ ինչ-որ կառավարության անդամ լինի գլխավոր ու այդ այդ հերոսներին գլխավոր իրանք այդ գաղափարը ամենտեղ լինի որ իրանք կրկնօրինակի ազգը դրա համար ազգի վիճակը արևելքում ամենաճիշտն է մակարդակը ու վիճակը որոշում է իր ապագան ով է իր հերոսները այդ դա մենք պետք է ոնց որ վերցնենք դա կարևոր կետ է որ մենք դա իմանանք ինչին կրկնօրինակենք հերոսությունը հիմա համարում են ով շատ փող ունի այսինքն փողը առաջնային դիրք է ունեցել հիմա նայեք փողի եւ ուրիշ գաղափարի պայքար է գնում մենք մեր կողքի երկրում չէ իրանք ուզում են հարստությունը փողի համար են նրանք պայքարում իսկ նրանք իրանք ազգայնությունը որտեղ ուզում են Պարսկաստանը բաժանել մի քանի երկրին տենց էլ ասում են իրանք գաղափարի ազգության իրանք պետության պետականության իրանք պատմության պահպանման համար են, չէ, իրանք պայքարում։ Դե կարան ասենք հիմա տարբեր մանիպուլյացիաներ թե ինչ, բայց կարևոր չի։ Նայեք, այդտեղ նույնիսկ կրոնը կարևոր չի, իրանք գաղափարն է պահում ավելի խորքային ազգային, որովհետև այդ մենակ մենք մտածում ենք կրոնը, այդ կրոնից շատերը ունեն, բայց այդտեղ չունեն գաղափարներ, էլի, դա նույն կրոնը չի։ Դա իր ազգային գենից ոնց որ եկած իր ոգին է, որ այդ կարում է պահել, ոնց որ իրանք հին ազգ են։ Իրանք նայեք, մենք մտածում ենք մենք պարսիկները հետամանած ազգ են, ամենաշատ մաթեմատիկոսներ բան իրանք են տվել։ Մենք քիչ տեն չնայենք, ուղղակի ցածրացնում են նույնիսկ բաները, որ իրանք չգնահատեն, էլի, այդ էլ կա, այսինքն ինքնուրույն այդ մնալով քանի 20 քանի տարի շարժափակման մեջ ինքը ինչ-որ տեխնոլոգիաներ ինքնուրույն կարացել է, չէ՞ անել, որ հիմա դիմադրում է։ Մենք մտածում ենք անհնար է ոչինչ անել, մեր դեմը մի հատ ահռելի թշնամի է կանգնած, որին մենք ոչ մի բան չենք կարող անել։ Ոգին է որոշում ամեն ինչ։ Այդտեղ կարևոր է, որ մենք երբ որ խղճանում ենք, մենք հերոսությունից հեռանում ենք։ Հիմա իսկ դա հոգևոր ճանապարհ է։ Հերոսելները հոգևոր ճանապարհ է։
որ ամեն օր դու ինչ որ քո ցածր որակների վրա աշխատում ես, ու դա աստիճանաբար, երբ որ այդ որակները հանում ես, քո մեջ այդ աստվածային արիությունն է արդեն իհարկե, որտեղ իրանք խեղդում են դա, խիզախությունն է գալիս, ցասումի էներգիան է ուժեղ աստվածային գալիս, արդարության էներգիան է իհարկ գալիս, ինքնազոհողության էներգիան է իհարկ գալիս, որը իրոք էներգիա, որը կարա զարթնացնի կողքիներին, որը աննկարելի է, բայց դու այդ ճղճիմ քո այն ցանկությունները ու որակները մինչև չհաղթարես, դա չի լինի, իսկ դա ամենօրյա տանջալից աշխատանք է, էլի, այդ ճղճիմ, որովհետև այդ գայթակղությունը կողքիների ազդեցությունը շատ ուժեղ է, իսկ շատ քչեր են այդ պայքարի մեջ գնում, իրանց գնում, կարան հանգիստ ապրեն ինչի։ Մի մարդու համար դժվար կլինի, ավելի ճիշտ չի լինի, ինչ որ դպրոց լինի, ինչ որ վայրեր լինի, ուսուցիչներով, հաղթահարած, որ ասենք օգնեն։ Մարդիկ գան, ինչքան շատանան, այնքան լավ, չէ՞, հասարակության։ Դե դա լավ է, բայց մեկը հաղթարում անհատական է։ Հասկացա, բայց եթե այսպես ասած նաստավնիկ կա, որը քեզ օգնում է, ձեռքից հետ բռնում է, բացատրում է, ինչ ու հետևում է, դու կարող 1-2 օր անես, հետո ասես թե լավ։ Դե ընդհանուր գաղափարը պետք է լինի, եթե ընդհանուր գաղափարը մենակ փողն է, նյութական բանն է, դա չի կարող լինի։ Պետք է մի քիչ նյութականից մարդիկ հասկանան, որ այդ նյութականը հավերժ չի, նայեք շատ բաներ, որ հասկանանք, եթե մենք նյութականի վրա ենք հիմնվում, այն նյութական աշխարհը պայքարում է ուրիշ աշխարհի դեմ։ Այդ ուզում եմ ասեմ, հենց հիմա այդ պայքարը գնում է։ Նյութական աշխարհը, իրանք մենակ նավթի համար են պայքարում, որ իրանք նավթի քաղաքակրթությունների բախում է։ Նյութական աշխարհի եւ մյուս աշխարհի բախում է տեղ ունենում, դե արդեն երրորդ շաբաթն է, չէ՞, բախումը տեղ ունենում, մտածում են 3 օրից կհանձնվեն, բայց ոչ մեկ էլ չի օգնում այն մի աշխարհին, հələ որ չեն օգնում ոչ մեկ էլի, սա հələ դիտարկում են ինչքան ինքը ուժ ունի ու կդիմադրի։ Մենք դա պետք է ընկալենք, որ երբ որ մենք միայն նյութական բարիքներն են գնահատման աստիճան դնում, այդ ազգը վերջո կործանվելու է։ Այն երկրներն էլ, որ հիմա մենակ նյութական բարիքներն են, միայն արժեքը գլխավոր, իրանք էլ են վերջը կործանվելու։ Աշխարհի փորձը գիտենք, հզոր կայսրություններ են։ Մարդիկ sense գայթակվում են դրանով, շատ ոգեշնչում են, բայց իրանք վերջը գնալու են, որտեղ այդ նյութականը չի պահող այս աշխարհը։ Ոնց որ այս աշխարհը չի քանդվում ավելի խորքային ինչ-որ երևույթներից, ոչ թե նյութից, նյութը չի պահում։ Նայեք, մի հատ sense օրինակ բերեմ, կարող մարդիկ մի քիչ չհասկանան, նայեք, հիմա մեր արևը ինչի չի քանդվում, ինչ-որ բան չի լինում, պտտվում է մեր ինչ-որ աստղերի շուրջ, հետո պտտվում են դա ընդհանուր գալակտիկայի շուրջ մի քանի միլիոն տարում, 24,000 տարում էլ մեր աստղերի մի քիչ համակարգի շուրջ է պտտվում մեր արևը։ Հիմա այդ որտեղ պտտվում է գալակտիկան, բոլոր գալակտիկաները պտտվում են։ Մի հատ կենտրոնում, մի հատ ասում ենք սև խոռոչ, դե գիտնականներ չկան, բայց այնտեղ նյութ չի, գիտեք, չէ՞ որ սև խոռոչը նյութ չի։ Նյութի շուրջ չեն պտտվում ոչ մեկ։ Այնտեղ նյութի գաղափարը կորում է, սինգուլյար վիճակ են գիտնականները անում դրել, բայց այնտեղ նյութ ընկալում չկա, մատերիա չկա ընկալում։ Իրար այդ ինքն է պահող գալակտիկան, որ չքանդվի, բոլոր գալակտիկաներն են, ու հետո գալակտիկաների խումբն էլ, մեծ ատրակտոր գաղափար կա, որ էլի պահում են միլիոնավոր, միլիարդավոր գալակտիկաների շուրջ, որ էլ պահում են, դրանք նյութեր չեն, այդ սև խոռոչ ասը նյութ չի։ Մենք հիմա մի քիչ իրանց sense բան ենք նայում են սա հավաքվում են նյութի ուրիշ էներգիա, ոչ էներգիա, մեր մատերիա չկա այնտեղ։ Մատերիա չի, բայց ինքը կարող է գալակտիկան պահել։ Այդտեղ մենք մտածենք, տեղ ինչ է որ պահում է, տեղ ոչ մի նյութական բան չկա։ Ինքը ուժ ունի, հա։ Իրանից մենք մեր ընկալման նյութական պլանում դե ասում ենք ինքը ուժեղ գրավիտացիոն դաշտ ունի։ Մենակ այդ կարանք էլի, ասենք ուժ բան չեն ընկալում, բայց ինքը պահում է ամեն ինչ։ Այդ տենց էլ մեր ոգին է, այս ոգեղենությունն է պահում այս նյութականը։ Եթե մենակ նյութականին ինքը քանդվի, ինքը ժամանակավոր է։
ուղղակի այդ գաղափարը, որ մինչև մարդիկ չհասկանան, դե քիչ-քիչ ոնց որ մենակ ոնց որ գովազդում են նյութը, ուրիշ բան չկա, չի գովազդներից ինչ են գովազդում։ Մենակ նյութը, всё, ուրիշ ոչ մի բան չեն գովազդում։ Երբ որ գովազդվի արդեն ոգեղեն երևույթներ, այդ ժամանակ ազգը կփոխվի։ Մենք ուզում ենք ազգի փոփոխություն անենք, բայց պետք է ոնց որ խորքերը գնանք, էլի։ Մենք ինչքան նյութապաշտ ենք դրել, կորցրել ենք մեր ազգայնությունը, կորցրել ենք մեր պետությունը, նյութապաշտությունից ենք կորցրել։ Դա պետք է հստակ հասկանանք, որ նայեք, էլի կոպիտ կարող է ես կպնեմ ինչ-որ կրոնների, բայց ինչ-որ կրոն որ փոխել ենք, մենք նյութապաշտ ենք դառել։ Այդ դրա հետևանքով նյութը կարևոր է, բայց նյութապաշտությունը ու նյութի կարևորությունը տարբեր բաներ են։ Բոլոր այդ երկրները մեծ մասը, որոնք այդ կրոնը ընդունել են, իրանք նյութապաշտ են սա դառել։ Դա 2 րոպե քեզ ժամանակ ամփոփելու համար կարևոր է։ Քվանտային թռիչ դեպի տունը այն ճյուղը ես այսօր դիտարկեցի, որտեղ խիզախության, անվախության, քաջության, արիության, համարձակության, ցասումի էներգիան է զարթնում, որը սթափող էներգիա, որը քնած վիճակից անհույս վիճակից կարա դուրս հանի, որտեղ այն խաղ միջոցները, որ կան նույնիսկ մեր մեջ, իրանք հիմա չեն կարա աշխատեն, իրան մի հատ ուրիշ երևույթ է պետք, որ աշխատի։ Ոչ ստանդարտ բան։ Ոչ ստանդարտ, հա։ Մեզ նույնիսկ կարա ոգեշնչի մեր հարևանի ինքնազոհության քայլերը։ Դա էլ մեծ քայլ ազգային ընդեղ ինքնազոհություն է գնում։ Իհարկե այնտեղ ասում են ազգին ճնշում են, նույն տարբեր հիմա բաներ են ասում, բայց իրանց քայլը կարող մեզ ոգեշնչող ինչ-որ երևույթ առաջացնի։ Կարող մենք դրանով զարթնենք, դրանից է ոնց որ Աստված էլի մեզ է ցույց տալիս։ Այդ ոնց որ ասենք, պետք է նայենք, Աստված ամեն ինչ մեզ ճանապարհներ հա ցույց է տալիս։ Իսկ այդ օրինակն էլ է, չէ՞ մեր կողքը, ու պատահական չի։ Մենք պատահականություն այս աշխարհում բան չկա, որ մեզ ինչ որ բան դա խորհուրդ ունի ու ցույց է տալիս։ Այն մտածեք, հայ ժողովուրդ, ինչ պետք է անենք։ Ուրեմն եթե շատ խորը գնում ենք, պատմաբաններ կան, որ պնդում են, որ մեր երկուսի ծագումը ինչ որ մի տեղից է եւ շատ հեռու որ գնաս կարող է ասես եղբայր ժողովուրդներին, օրինակ մի պարսիկի հետ հանդիպել է, ինչ որ պաշտոնական հանդիպում եք, այդպես էլ ասում են, մենք եղբայր ժողովուրդներ ենք։ Դու նայում ես քո եղբայրը իրեն ուրիշ ձև է դրսում, ու դու նայում ես, համեմատում ես, ճիշտ է համեմատությունը չես շահում, բայց արդեն սկսել ես մտածել։ Ես ինչի այդպեսին չեմ։ Հասկանում ես ու փորձես գնաս վերափոխման։ Դե եթե մենք վերցնենք այդ արմենոիդներ, որ ասենք, իրանք հիմա Պարսկաստանում իհարկե տարբեր ազգեր են ապրում այդ, բայց ինչ որ ազգեր կան, որոնք մեծամասնություն են, դեռ տարբեր արաբներ են, կան սելջուկներ, կան թուրքներ։ Ես այն հին պարսիկներին եք ասում։ Իրանք արմենոիդ են, այսինքն գլխի կառուցվածք, որ մենք ասում ենք արմենոիդներ, գենետիկ որ կոդը նայում են արմենոիդներ, մենակ հայերը չեն արմենոիդներ, նաև պարսիկների մեջ էլ կան շատ արմենոիդներ, այսինքն իրանք մենք ու ինքը մեր շատ նման ենք։ Դե կրոնը ուրիշ է եղել, լեզուն ուրիշ է եւ այլն, բայց մենք մի ժամանակ մեկ ենք եղել, բաժանվել ենք։ Մենք ոնց որ քրիստոնեության ճյուղն ենք դարձել այդ բանի, իրանք էլ զրադաշտությունը իրանք էլ ջարդվեցին, իրանք էլ դառնան մուսուլման շիիտներ դարձան։ Բայց մենք նույն արմենոիդներն ենք։ Դա կարևոր կետ է, որ մենք մեզ շատ նման ենք, էլի, ուրիշներ ամենաշատը մենք վրացիներին այդքան նման չենք, ինչքան պարսիկներին, դա պետք է հասկանանք գենետիկ բանով մենք նույն գանգի կառուցվածքով մենք այդ արմենոիդների դասին ենք, դե այն ինչ որ մասը էլի, տենց հիմա չասեմ հայ ժողովրդում էլի ազգեր խառնվել է, բոլորը արմենոիդ չեն։ Բարի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, առաջիկայում հուսով ենք կխորանանք այն մյուս ճյուղերի հետ կապված էլ, ես հիշեցնեմ, որ վերելք հաղորդաշարի հյուրընկալեց Տրդատ Դոնիկյանին։ Շնորհ հանդիպում։